Բարև ձեզ հարգելի հայրենակիցներ, ես Մարատ Հակոբյանն եմ Կիևից։ Այսօր Ուկրաինա-Ռուսաստանի լայնածավալ ներխուժման 1425-րդ օրն է, էներգետիկ պատերազմը, որը նորից ակտիվացրել է Պուտինյան Ռուսաստանը, այժմ իր գագաթնակետին է, իհարկե Կրեմլում կցանկանային, որ միայն իրենք հարվածներ հասցնեին, բայց հարվածները փոխադարձ են։ Արդեն առիթ եղել է ասելու, որ Պուտինը բացարձակապես չի հետաքրքրվում, որ ռուսաստանցիները նստած են մթության և ցրտի մեջ, նրա համար կարևորը մեզ վնասելն է, բայց միևնույնն է, ուկրաինական դրոններն ու հրթիռները փորձում են պատասխանել իրենց եղած ուժով, արդեն երկրորդ օրն է Մոսկվայի մարզը դուրս չի գալիս բլեքաութներից, եթե երեկ չէ առաջին օրը Սերպուխովն էր, առանց լույսի, ապա երեկ մթությունը սպասում էր Կրասնազավոդսկի բնակիչներին, անցած գիշեր պատասխան հարվածները Ռուսաստանին հասել են Туапսեից մինչև Մոսկվա, բոլոր հնարավոր կադրերը մեր տելեգրամում են, վստահ եմ մեր լսարանի մեծամասնությունը արդեն տեսել է։ Իդեպ ուկրաինական դրոններից ու հրթիռներից բաժին է հասել նաև Կապուստին Յար պոլիգոնին, որտեղից Ռուսաստանը արձակել էր այսպես կոչված Արեշնիկը Ուկրաինայի ուղղությամբ։ Աստրախանի մարզում գրանցվել է դրոնների հարձակում Ռուսաստանի հրթիռային սպառազինության գլխավոր փորձարկման կենտրոններից մեկի Կապուստին Յար պոլիգոնի վրա։ Այս մասին հայտնում է Միլիտարնի հրատարակությունը, հղում անելով ռուսական մոնիթորինգային ալիքների տեղեկություններին։ Նման հնարավորություն ունի մեր ՍԲՈ-ն, բայց առայժմ ավելի մանրամասն տեղեկատվություն չկա, հենց լինի անպայման ձեզ կպատմեմ։ Վերադառնալով էներգետիկ հարվածներին, հետաքրքիր նրբություն նշեմ, այս ամենի ֆոնին ավելի ու ավելի ակնառու է դառնում Թրամփի բազմանշանակ անտարբերությունը տեղի ունեցողի նկատմամբ։ Ամերիկայի նախագահը ոչ մի անգամ նույնիսկ որպես չեզոք կողմ կոչ չի արել ձեռնպահ մնալ էներգետիկային հասցվող հարվածներից։ Եթե նա շատ էր ցանկանում չեզոք երևալ, կարող էր երկու կողմերին էլ կոչ անել զերծ մնալ էներգետիկ ենթակառուցվածքների վրա հարձակումներից, բայց ոչ, նման բան մենք Թրամփից չլսեցինք։ Ընդհակառակը, նոյեմբերի վերջին Թրամփը հերթական հարցազրույցում արտահայտվեց Ուկրաինայում տիրող իրավիճակի և ձմեռային շրջանի հեռանկարների մասին։ Նա ընդգծեց, որ մոտեցող ձմեռը կարող է ցուրտ լինել, քանի որ ուկրաինական էներգետիկ ենթակառուցվածքը արդեն իսկ վերապրել է ռուսական մի շարք զանգվածային հարձակումներ։ Նրա այս հայտարարությունը հնչեց պատերազմի ավարտի վերաբերյալ իր այսպես կոչված նոր պլանի ֆոնին, ասեք, որ շատ տարօրինակ երևույթ է։ Ես այդ օրը Facebook-ում post հրապարակեցի, որ Թրամփը երևի լավ չի հիշում աշխարհագրությունը, Ռուսաստանում ձմեռները ավելի ցուրտ են։ 26 թվականի հունվարին Ուկրաինայի էներգետիկ ենթակառուցվածքների նկատմամբ ռուսական զանգվածային հարվածների ֆոնին Դոնալդ Թրամփի արձագանքը լայն քննարկումների տեղիք է տվել։ Թրամփի և նրա վարչակազմի արձագանքի հիմնական դրույթները այսպիսին են։ Օրինակ, քննադատություն Ուկրաինայի հասցեին 26 թվականի հունվարի 15-ին Թրամփը հայտարարեց, որ իր կարծիքով Պուտինը պատրաստ է գործարքի, մինչդեռ Ուկրաինան պակաս պատրաստակամ է դրան։ Նա խաղաղության գործընթացի ձգձգման պատասխանատվությունը փորձեց դնել Զելենսկու վրա։ Իհարկե Զելենսկին չոր պատասխանեց, բայց հիմա Թրամփի վարքին ենք անդրադառնում։ Չնայած հարվածներին, Թրամփը շարունակում է պնդել բանակցությունների միջոցով հակամարտության շուտափույթ ավարտի անհրաժեշտությունը։ ԱՄՆ վարչակազմը Ռուսաստանի կողմից նոր հրթիռների կիրառումը, ինչպիսին է Օրեշնիկը, որակեց որպես վտանգավոր և անբացատրելի էսկալացիա, բայց միաժամանակ Կիևին կոչ արեց ավելի ճկունություն ցուցաբերել խաղաղության համաձայնագրի հարցում։ Ստեղ են չէ ասել, որ միակ բանը, որ Թրամփը կարող է փորձել իր օգտին որպես Ուկրաինայի աջակցություն գրանցել, դա էներգետիկայի վրա հարձակումների ֆոնին նա հավանություն տվեց Ռուսաստանի դեմ պատժամիջոցների ուժեղացման մասին ամերիկացի օրենսդիրների երկկուսակցական օրինագծին, որը իդեպ դեռ չի ընդունվել, չգիտեմ արդյոք սա կարելի է Թրամփին ակտիվ գրանցել թե ոչ, որովհետև ոչինչ չի փոխվել իր այդ հավանությունից, Մինչ Ուկրաինան ցրտի և գնդակոծությունների պատճառով էներգետիկայի ոլորտում արտակարգ դրություն է հայտարարել, Թրամփը ընդգծել է, որ իր առաջնահերթությունը պատերազմի դադարեցումն է, հետագա ավերածություններից խուսափելու համար։ Ասեք, որ կասկածելի վարք է։ Սպասվում է, որ հաջորդ շաբաթ Ամերիկայի և Ուկրաինայի առաջնորդները կարող են հանդիպել Դավոսում, քննարկելու հետագա քայլերը։ Ես ձեզ ներկայացրեցի զուտ փաստերը, հետաքրքիր կլիներ իմանալ մեր ակտիվ լսարանի կարծիքը մեկնաբանություններում, ինչ եք մտածում, ինչի մասին է խոսում Թրամփի այս պահվածքը, ինչ-որ նոր բան տեսնում եք, թե պարզապես իր հին ոճի մեջ է նա։ Միևնույն ժամանակ Եվրոպայի հետ հարաբերությունների սրման ֆոնին Թրամփի նոր գաղափարը շատ քննարկումների առիթ է դարձել, հատկապես Բլումբերգի հայտնած տեղեկատվությունից հետո, ցիտեմ Բլումբերգին.
Թրամփի վարչակազմը մտադիր է պետություններից պահանջել $1 միլիարդ չափով վճար իր կողմից ստեղծվող խաղաղության խորհրդում տեղ ունենալու համար։ Այս մասին շաբաթ օրը հունվարի 18-ին հայտնել է Bloomberg գործակալությունը, հղում անելով կանոնադրության նախագծին։ Սպիտակ տունը հերքել է այս տեղեկատվությունը, այն անվանելով մոլորեցնող։ X սոցիալական ցանցում հրապարակված հայտարարության մեջ ընդգծվում է, որ խաղաղության խորհրդին անդամակցելու համար որևէ նվազագույն վճար գոյություն չունի։ Ինչպես նշվում է, խոսքը միայն գործընկեր պետություններին մշտական անդամակցություն տրամադրելու մասին է, խաղաղությանը, անվտանգությանը եւ բարօրությանը նրանց հավատարմության պայմաններով։ Իսկ գեղեցիկ են, չէ՞, ձևակերպում։ Փաստացի սա ՄԱԿ-ին ալտերնատիվա է փորձում ստեղծել Թրամփը։ Զարմանալի չէ, որ Թրամփի նախաձեռնությունը անմիջապես պատվում է ասեկոսեներով եւ սկանդալներով այն իրարանցման ֆոնին, որը Թրամփը ստեղծում է աշխարհի տարբեր ծայրերում։ Ասեկոսաներն ու սկանդալները Թրամփի նախաձեռնությունների մշտական ուղեկիցներն են, դրա առիթը նրա երկիմաստ հայտարարություններն են։ Միևնույն ժամանակ լրատվամիջոցները հայտնում են ինտրիգային նորություններ այն մասին, որ Ամերիկայի այն այսպես կոչված գաղտնի զենքը, որ իբր կիրառվել է Վենեսուելայում, հնարավոր է ստացված լինի Ուկրաինայից։ Ամերիկան կարող էր այսպես կոչված Հավանայի սինդրոմի հետ կապված սարքը ստանալ ուկրաինական հետախուզության միջոցով, այս մասին հայտնում է լրագրող Յուլիա Յոֆեն, հղում անելով առավել հայտնի հետաքննող լրագրող Խրիստո Գրոզևին, ասեք, որ հետաքրքիր տարի է, չէ՞ սկսվել։ Իսկ այս ընթացքում Ուկրաինայի մեկ այլ հատուկ ծառայության մարտիկները, SBU-ի ալֆա հատուկ ջոկատայինները 2 շաբաթվա ընթացքում մարտի դաշտում լիկվիդացրել են ավելի քան 3700 օկուպանտի, նորից բոլոր կադրերը մեր Telegram-ում են։ Սա զուտ ալֆայի կողմից լիկվիդացրածների մասին է։ Կարծես թե չափազանց հետաքրքիր եթեր է ստացվում կիրակի օրվա համար, չէ՞։ Ինչ մեր հաղորդման մյուս թեմաներին եւ առաջնագծի լուրերին անցնել է, խնդրում եմ օգտագործել YouTube-ի գործիքները մեր եթերի առաջխաղացմանը նպաստելու համար։ Խնդրում եմ լայքեք եւ եթե հնարավոր է կիսվեք մեր հեռարձակմամբ սոցիալական ցանցերում։ Հիշեցնեմ նաեւ, որ օրը 24 ժամ գրեթե կարող եք տեղեկանալ Ուկրաինայի եւ Ուկրաինայի շուրջ նորությունների մասին մեր Telegram-յան ալիքից, QR կոդը նորից ձեր էկրաններին է։ Բաժանորդագրվեք, ովքեր դեռ բաժանորդագրված չեն, եւ ամբողջ օրվա ընթացքում կարող եք տեսնել ոգևորիչ կադրեր։ Իդեպ կարևոր լուր արևմտյան կիսագնդում Թրամփի գործողությունների ֆոնին Եվրոպական միությունը եւ Հարավային Ամերիկայի երկրների տնտեսական ու քաղաքական միավորումը Մերկոսուրը, այլ կերպ նաեւ կոչվում է Հարավի ընդհանուր շուկա, շաբաթօրը հունվարի 17-ին Պարագվայում ստորագրեցին ազատ առևտրի գոտու մասին խոշոր համաձայնագիր, ինչպես հայտնում է Եվրոակտիվը, սա ամենախոշոր համաձայնագիրն է, որը երբևէ կնքել է Բրյուսելը։ Նշվում է, որ այս համաձայնագրի վրա, որն ընդգրկում է շուրջ 700 միլիոն մարդ, աշխատանքները տևել են ավելի քան 25 տարի։ Եվրոմիության երկրների մեծ մասը պաշտպանել է պայմանավորվածությունը, չնայած Ֆրանսիայի եւ Լեհաստանի առարկություններին։ Գաղտնիք չէ, որ իմ երազանքն է, որ օրերից մի օր նմանատիպ համաձայնագիր ստորագրվի Եվրոմիության եւ Հայաստանի միջև։ Համենայն դեպս մենք պատրաստ ենք այդ ուղղությամբ օգնել մեր ուժերի չափով։ Կարևոր լուր մեր հետախուզությունից Ռուսաստանը կարող է կրկին հարվածել ուկրաինական ատոմակայանների ենթակայաններին, սա վկայում է Ուկրաինայի դեմ Ռուսաստանի վարած պատերազմի ցեղասպան բնույթի մասին, ընդգծել են Ուկրաինայի գլխավոր հետախուզական վարչությունում։ Մոսկվան նաև փորձում է ուժեղացնել ճնշումը ՆԱՏՕ-ի, Եվրոպական միության, Ուկրաինայի դաշնակիցների վրա, նպատակ ունենալով ազդել Ուկրաինային տրամադրվող օգնության ծավալների վրա։ Հրապարակելով Կրեմլի ծրագրերը, Կիևը ակնկալում է դաշնակիցների էական արձագանքը այն մասին, որ Ուկրաինան նախաձեռնել է էներգետիկ Ռամշտայն, մենք արդեն հայտնել ենք, արդյունքների մասին նույնպես ձեզ տեղյակ կպահենք։ Ուկրաինայի հանրությունը ռուսական այս էներգոհամակարգին ցրտաշունչ ձմռան օրերին հարվածների ֆոնին ավելի է ակտիվ միավորվում, մարդիկ օգնում են միմյանց, այսպես եղել է միշտ, այն հարվածները, որ մեզ չեն սպանում, ավելի են ամրացնում, փաստացի Ուկրաինայում պատերազմը ազդում է բոլորի վրա, կապ չունի մարդիկ ռազմաճակատում են թեթիկունքում, Պուտինը փորձում է վնասել բոլորին եւ մարդիկ դա հասկանալով ավելի միավորվում են, մեկը մյուսին օգնում են, միասնական պայքարն է միակ ճանապարհը, այլապես Պուտինը ձգտելու է մեզ բոլորիս ոչնչացնել։
Պատերազմի ուսումնասիրման ինստիտուտը անդրադարձել է Կուպյանսկի մասին ռուսական քարոզչության ստերին։ Ինստիտուտի փորձագետները ընդգծում են, որ Մոսկվայի ապատեղեկատվությունը պատահական չէ, ամերիկացի վերլուծաբանների կարծիքով ռուսական հրամանատարությունը նպատակաուղղված կերպով խեղաթյուրում է մարտի դաշտի պատկերը, որպեսզի ազդի Ամերիկայի եւ նրա դաշնակիցների որոշումների վրա հնարավոր խաղաղ բանակցությունների համատեքստում։ Իդեպ ռուսական քարոզչությունը հաճախ է տարվում ստով։ Վերջին ժամանակներս ռուսական տելեգրամյան ալիքները հայտնում էին ուկրաինական Patriot հոբ համակարգի իբր ոչնչացման մասին Խարկովի մարզում, բայց արդյունքում նրանք ստիպված եղան խոստովանել, որ ուկրաինական կողմը նրանց նորից քթից բռնած ման է տվել։ Ռուսները հարվածել են ոչ թե համակարգին, այլ համակարգի մակետին։ Սա ստիպված էր հրապարակավ ընդունել ռուս Z ռազմական թղթակից Պոդոլյական, ինչը հերթական հիասթափությունն էր ռուս միլիտարիստների համար։ Ըստ երևույթին սեփական լսարանին ինչ-որ կերպ սատարելու համար արդեն 2 օր անընդմեջ ռուսները կրկին հայտնում են հորինված զավթումների մասին մեկ Պոկրովսկի, մեկ Գուլյայպոլիի ուղղություններում։ Սա նրանց սովորական մարտավարությունն է, երբ հաղթանակներ չկան, նրանք պարզապես հորինում են դրանք։ Իդեպ լրագրողական խայպը պատերազմի ժամանակ անխուսափելի երևույթ է։ Եթե ռուսական քարոզչությունը ստում է իրենց գովալու համար, ավելի մեծ ներկայացնելու համար, ապա արևմտյան լրատվամիջոցները շատ հաճախ հայպի միջոցով փորձում են Ուկրաինայի պատերազմի թեմայի նկատմամբ հետաքրքրությունը պահպանել։ Տելեգրաֆը գրում է, որ ուկրաինական զինվորականները պաշտպանության մեջ ակտիվորեն կիրառում են ռոբոտներ եւ դրոններ, իսկ մարտական գործողությունների հատվածներից մեկում Ուկրաինայի զինուժի 3-րդ բանակային կորպուսը կիրառել է այսպես կոչված գաղտնի զենք, որի չափսերը խոթընձիչի չափ է։ Երևի Տելեգրաֆը իր լսարանի ուշադրությունը հրավիրելու համար է դա անվանել գաղտնի զենք։ Մեր լսարանը օրինակ գրեթե ամենօրյա ռեժիմով գիտի Ուկրաինայի կողմից ռոբոտների կիրառման մասին։ Լրագրողական միջավայրում հետաքրքրությունը տարբեր տեսակի դրոնների նկատմամբ շատ մեծ է, քանի որ նման մեքենաները այն գործոնն են, որոնք փոխում են մարտական գործողությունների ընթացքը։ Այնտեղ, որտեղ հնարավոր է կենթանի զինվորին փոխարինել դրոնով, ցամաքային ռոբոտի միջոցով Ուկրաինան դա անում է։ Հենց սրանով է բացատրվում ռուսների հսկայական կորուստները։ Թշնամու թվային առավելությունը չեզոքացվում է մարտական ռոբոտներով եւ դրոններով, հենց սա հաշվի չեն առել Կրեմլում եւ այն ռազմական մեկնաբանները, իմիջիայլոց նաեւ Հայաստանում, որոնք փորձում էին Ուկրաինայի պատերազմին նայել պատմական իրադարձությունների պրիզմայով։ Պատմությունը անցյալում է, հիմա գրվում է նոր պատմություն, Ռուսաստանի խայտառակության պատմությունը։ Մոսկվան իր անօգնականության պատճառով փորձում է մարտի դաշտում կրած պարտությունները փոխհատուցել էներգետիկային հասցվող հարվածներով, որպեսզի սառեցնի տարեցներին եւ երեխաներին, կանանց եւ հաշմանդամներին, ովքեր չեն կարող պայքարել մարտի դաշտում։ Նա փորձում է բոլոր Ուկրաինայի խավերին հասցնել պատերազմը, սա իր անօգնականությունից է։ Հաղթող ուժեղ բանակը հաղթում է մարտի դաշտում եւ երբեք չի մարտնչում խաղաղ բնակիչների դեմ։ Մեր լսարանը լավ գիտի, որ ուկրաինական հարվածները ռուսական կողմին դա պատասխան հարվածներ են, Ուկրաինան երբեք առաջինը չի հարվածում էներգետիկ օբյեկտներին, բայց մեր հարվածները պայմանավորված են նրանով, որ մենք ցանկանում ենք հասկացնել ռուսական հանրությանը, որ իրենք պետք է որևէ քայլ անել, լռությունը այլևս աշխատում է նաև ռուս հանրության դեմ։ Չգիտեմ Ռուսաստանի բնակչությանը կարելի է անվանել ռուսական հանրություն, այնուամենայնիվ սա մեր մոտեցումն է։ Նախքան ռազմական նորություններին անցնելը ասեմ, որ բավականին տարօրինակ պատմություն է տեղի ունենում Ռամզան Կադիրովի որդու հետ։ Կադիրովի կլանը փորձում է առավելագույնս թաքցնել ավտովթարի մասին տեղեկությունը, որի մեջ ընկել է Ադամ Կադիրովը, նույնիսկ Ռամզան Կադիրովի ալիքում որդու մասնակցությամբ հին տեսանյութ էր հրապարակվել, ինչը նոր ինտրիգ հաղորդեց թեմային։ Նման վարքագիծը կարող է վկայել երկու բանի մասին, կամ կրտսեր Կադիրովի կյանքը մեծ վտանգի տակ է, կամ Ռամզան Կադիրովը փորձում է լռեցնել աղմուկը, չէ որ նա Ադամին պատրաստում էր որպես ժառանգորդ, որպես Չեչնիայի առաջնորդ իրենից Ռամզանից հետո։ Իսկ նման միջադեպը կարող է վերջակետ դնել Ռամզանի բոլոր նպատակներին։ Տեսնենք, մենք ուշադիր հետևում ենք այն ամենին, ինչ տեղի է ունենում, ձեզ տեղյակ կպահենք եւ YouTube-ում եւ մեր Telegram-յան ալիքում։ Ռազմաճակատում անցած օրվա ընթացքում տեղի է ունեցել 133 մարտական բախում, զավթիչները ամենամեծ ակտիվությունը ցուցաբերել են Պոկրովսկի ուղղությամբ, իսկ բարձր ակտիվություն ռուսները ցուցաբերել են Գուլյայպոլիի եւ Կոնստանտինովկայի ուղղություններում։ Այս մասին հունվարի 18-ին հայտնել է Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբը։
Ուկրաինայի պաշտպանության ուժերը նախորդ օրվա ընթացքում լիկվիդացրել են 830 օկուպանտի, պատերազմում թշնամու ընդհանուր կորուստները հասցնելով 1,226,420 ռուս զինվորականի։ Ուկրաինայի գենշտաբի ռելիզը ձեր էկրաններին է։ Ուկրաինայի հակաօդային պաշտպանությունը անցած մեկ օրում ոչնչացրել է ռուսական 167 դրոն, որոնցով ռուսական զորքերը հարձակվել էին Ուկրաինայի վրա, 15 տեղանքում գրանցվել են 30 հարվածային դրոնների խոցումներ, եւս 2 վայրում խոցված թիրախների բեկորների անկում է գրանցվել։ Ռուսական զորքերը այս շաբաթվա ընթացքում Ուկրաինայի դեմ կիրառել են ավելի քան 1300 հարվածային դրոն, շուրջ 1050 կառավարվող ավիացիոն ռումբ եւ տարբեր տեսակի 29 հրթիռներ։ Այս մասին արդեն հայտարարել է անձամբ նախագահ Զելենսկին։ Նա շնորհակալություն է հայտնել ուկրաինացի զինվորականներին եւ բոլոր հատուկ ծառայություններին, ովքեր դիմակայում են ռուսական հարվածներին եւ վերացնում դրանց հետևանքները։ Միևնույն ժամանակ Պուտինյան բանակը ունի նոր խնդիր։ Ռուսական բանակում խոստովանել են հրետանու ծանր ճգնաժամը։ Ռուս ռազմական փորձագետ երկրորդ կարգի կապիտան Մաքսիմ Կլիմովը հրապարակավ հայտարարել է ռուսական հրետանու համակարգային խնդիրների մասին։ Նրա խոսքով ռուսական զինված ուժերը բախվում են զինամթերքի որակական կրիտիկական ձախողման, արկերը վառոդի տարբեր չափաբաժնի պատճառով թռչում են անկանխատեսելիորեն, իսկ դրանց մի մասը ընդհանրապես պիտանի չէ կիրառմանը։ Ահա այսպիսին են այսպես կոչված աշխարհի երկրորդ բանակի իրողությունները։ Նույնիսկ արկեր չեն կարողանում նորմալ արտադրել։ Անցած 3 օրերին շատ հագեցած եթերներ եմ թողարկել, ովքեր դեռ չեն դիտել անպայման դիտեք, ամբողջական պատկեր ունենալու համար։ Այսօրվա եթերը այսքանով ավարտեմ, շնորհակալ եմ ձեզ, որ մեզ հետ եք, խնդրում եմ չմոռանալ լայքել եւ տարածել մեր եթերը, իսկ ովքեր դեռ բաժանորդագրված չեն ալիքին, խնդրում եմ բաժանորդագրվեք, որքան էլ Պուտինը փորձի բարդացնել իրավիճակը, մենք միևնույն է ձեզ համար աշխատում ենք եթեր պատրաստել։ Ձեզ լավ երեկո եմ մաղթում, հուսամ կհանդիպենք արդեն վաղը, ել ավելի լավ լուրերով։ Մինչ նոր հանդիպում։